Երգեր աշխարհի լեզուներով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը պատրաստվում են Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական համերգին Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ նվագախմբի մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Մելքեյանը, ինչպես մայստրոն է ասում, 2 Ռոբերտ 1 բեմում։ Չէի պատկերացնում, որ այս քանակությամբ մոտավորապես 8-9 լեզուներով գրված, էլ ճապոներեն, էլ ֆրանսերեն, էլ անգլերեն, էլ լատիներեն, էլ գերմաներեն, ինչ լեզուով ասես գործեր է գրել, մեկը մեկից գեղեցիկ։ Ասի Ռոբերտ Բաբկենիչ, այսքան որ մենք իրար հետ արդեն 30 տարուց ավել մենք աշխատում ենք միասնաբար, սա չէր կարող չլինել, այնպես որ սա երգչախումբը չի երգեր։ Ռոբերտ Ամիրխանյանը նշում է, օտարերկրացիների հետ գործակցությունը սկսվել է այն բանից հետո, երբ Հայաստանում ծանոթացել են իր երաժշտությանը, տպավորվել եւ ուղարկել իրենց բանաստեղծների լավագույն գործերը, մայստրոն էլ ընտրել եւ ստեղծագործել է։ Առանց լեզուն ճանաչելու բանաստեղծությունները բացահայտելու քեզ համար, դրանք կապված են ուժեղ վանկերի հետ, շեշտված վանկերի հետ, որոնք կառուցում են ռիթմը բանաստեղծության եւ այլ։ Դրանց միջոցներով ես գտա եւ շուտով ծնվեցին մեղեդիներ։ Օտարալեզու 10 ստեղծագործության պրեմիերա կլինի համերգին։ Կամերային երգչախմբի տնօրենի խոսքով, որքան էլ Ամիրխանյանը ստեղծագործել է այլազգի բանաստեղծների գործերի հիման վրա, միևնույնն է նրա մեղեդիներում առկա է հայկականությունը։ Շատ բազմաբնույթ են իր ստեղծագործությունները, չնայած միշտ ամեն մի ստեղծագործող կոմպոզիտոր ունենում է իր հստակ ձեռագիրը, բայց իր ամեն մի ստեղծագործությունը մեկը մյուսից շատ տարբեր է, շատ ծայրահեղ տարբեր են եւ մեկը մյուսից գեղեցիկ են։ Այսինքն ես չկա որևէ երգ, որևէ ստեղծագործություն, որ կողքից անցնես, ասես այս մեկը կարելի է եւ չլսել, չէ։ Եվ շատ ստեղծագործություններ կան, որ ուղղակի հուզվում ես, փշաքաղվում ես։ Ռոբերտ Ամիրխանյանի օտարալեզու ստեղծագործությունները բացահայտում կլինեն հայ արվեստասերի համար, նրա երգերը կամբողջացնեն ժողովրդական արտիստի երաժշտական հարուստ ժառանգությունը։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր